Որն է ձեր քաղաքական օրակարգը։ Լսեք, հույսներդ կտրեք։ Ակնհայտ է, բոլոր հարցումները դուք էլ լավ գիտեք, չգիտեմ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ ձեզ են աջակցում, դա ասում են, դուք ընտրությունները պարտվելու եք, նկատի ունեմ, որ ակնհայտ է, որ դուք հավաքելու եք շատ ավելի շատ քիչ ձայներ, քան նախկինում եք ստացել ձեր բացակայելու պատճառով։ Այսօր քննարկում եք, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մոտավորապես մի 10 րոպե ֆորում չի եղել, ոչ գալիս եք աշխատելու, ոչ պաշտոններն եք վերցնում, ոչ գնում եք գործուղում ձեր գործ անեք, այն որ ասում է մի պուճուր խմբակցություն, ձեր պուճուր խմբակցությունով են երկու հոգին էլ իրանց կարևոր զգացին այսօր, մենք ամբողջ աշխատանքը մեր խմբակցությունով այս քանի տարի է ապահովում ենք, միջազգային կառույցների հետ ենք, հիմա մեր գործուղում, կեսը գործուղում է գնացել, այս մարդիկ գնում են գործուղում մի տարբերություն ձեզ, վերջացել եք, սպառվել եք ժողովուրդ, ձեր միակ փրկությունը այն է, որ մարդ ես մեկ էլ տեսար, համաձայնվեցիք եւ չվախեցաք եւ եկաք այդ բանավեճին, իմիջիալոց, հիմա որ Կաբանը սկսվի, քարոզարշավը սկսի, գնալու եք ժողովրդին ասել եք, գիտեք ինչ, եթե մենք երկրորդ, երրորդ տեղը զբաղեցինք, մենք գործի չենք գնալու, դուք ինչ եք աշխատավարձ ստանում, պրեմիա եք ստանում, ինձանից ուզում եմ հասկանալ, այդ պրեմիաները, որ տալիս եմ, ինչ եք վերցնում, առաջ տենց ձևական ինչ-որ հանձնում էիք, չգիտեմ, ինչ-որ ֆոնդեր, հիմա եք վերցնում, իսկ աշխատավարձ եք ստանում, այո, իմ գրպանից որպես հարկատու, ինչ եք փող ստանում, ուզում եմ հասկանամ, եթե դուք գործի չեք գալիս, մի հակաճառեք ինձ, հեսա իմ ժամանակը նորից կավելացնեմ, այո, ձեր ժամանակը ավելացնում եմ, ես էլ եմ պատգամավոր, իմ ժամանակն էլ կարամ ավելացնեմ, դուք մի խոսեք, դուք չեմպիոն եք այդ հարցում, ես ուզում եմ գտնեմ մի օր, երբ որ դուք ձեր ժամանակի մեջ լինի դա հարց ելույթ կտեղավորվեք, դուք ընդհանրապես դրա մասին մի խոսացեք, գնացեք բացատրեք ինչ եք աշխատավարձ ստանում, ես կարծում եմ, որ պետք է չստանաք